իրականության հետ եւ թոշակառուները վարվում աստղասովի են մատնված, այստեղ օրինակ երեք ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը ասում է թոշակ բարձրացնողները պետք է լավ հագնվեն խոսելով իրենց մասին։ Այո, շարունակական են լինելու այս պարգևավճարները, մենք պետություն ենք ներկայացնում, պետք է լավ հագնվենք, ասում է Ալեն Սիմոնյանը։ Դե Նիկոլ Փաշինյանի մասով է գիտեք թոշակառուներին ասում է, որ 10,000 տանկ չեք իմանալ, ինչպես ծախսեք 20,000 տանկ ձեր խնդիրների լուծում չի լինելու, դրա համար ձեզ փող չենք տալիս, այդպես ըստ էության հայրենիք մտածում են իրենց պարգևավճարները կավելացնեն, կտան իրենց, որ լավ ապրեն, որտեղ դուք աղքատեք, որտեղ աղքատությունը ձեր ուղեղում է, բայց իրենց ուղեղում այդ աղքատությունը չկա, որ պետական պարտքը կհասցնենք 14.5 միլիարդի այլևս։ Խնդրեմ ես ամենի հետ կապված ձեր տեսակետը, գիտեմ, որ բավականին թվերով աշխատանք եք արել եւ դա էլ արդեն կներկայացնենք մանրամասն, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան, ինչ իրականության հետ գործ ունեն։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ նման հարթակ տրամադրելու, որ կարողանանք մեր քաղաքացիներին հնարավորինս փորձենք մաչելի բացատրել այն ամեն ինչը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտն ասած, եւ Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցները կամ ասուլիսները դիտելով իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ ասոցացնում են իրենց պետության հետ բազմիցս նշել եմ տարբեր առիթներով եւ եւս մեկ անգամ ուզում եմ մեկընդմիշտ նշել Հայաստանի Հանրապետությունը կամ ինչպես որ ասում ենք պետությունը օրվա իշխանությունների հետ բացարձակ կապ չունեցող եզրույթներ չեն պետությունը դա Հայաստանի Հանրապետության 30,000 քառակուսի կիլոմետրն է, Արագած սարն է, Սևանալիշն է, 3 միլիոն ՀՀ քաղաքացիներն են, սարերն են, ձորերն են, շենք, շինություններ, հանքեր, անտառներ, մի խոսքով պարզ է, պետությունը այն ամենն է, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքից ներս է գտնվում եւ այսօրվա իշխանությունը իրեն ասոցացնելով պետության հետ մենք պետություն ենք ոչ դուք Հայաստանի Հանրապետության օրվա վարձու կառավարիչներն եք որոնց 5 տարին մեկ օրվա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրությունների միջոցով ժողովրդավարական կարգերով ձեզ ձայն են տվել եւ դուք այսօր Հայաստանի Հանրապետության թիվ 1 կառավարիչներն եք դուք պետության հետ կապ չունեք հետեւաբար Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կողմից ստեղծված հանրային բարիքի արդյունքում ձևավորված պետական բյուջեն համայնքային բյուջեները մարզային բյուջեները, քաղաքային բյուջեները, այդ ֆինանսական ռեսուրսները, որոնք իրենց մեջ պարունակում են եկամուտներ հարկերի, տուժտուգանքների տեսքով եւ կատարվում են ծախսեր տարբեր նշանակության, պաշտպանություն, կրթություն, գիտություն, առողջապահություն եւ այլն, դուք այդ ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ ծախսման իրավունքը չունեք պարզապես, սա մեկ Երկրորդը պետական բյուջեն դա ձեր ֆինանսական անմիջական անձնական եկամուտը չի պարոն Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, նախարարներ, վարչության պետեր, փոխնախարարներ եւ падգամավորներ, որ դուք կարող եք ձեզ թույլ տալ որոշումներ կայացնեք, թե ինչպես պետք է վերաբաշխել Հայաստանի Հանրապետության վերը նշվածս բյուջեների ֆինանսական ռեսուրսները Հայաստանի Հանրապետության վարչապետը միայն դեկտեմբեր ամսին 12 միլիոն դրամ եւ ավելի պարգևավճար է ստացել նվազագույն թոշակը, որը Հայաստանի Հանրապետությունում 36,000 դրամ է, միայն 12 միլիոն դրամը բաժանած 36,000-ի անում է 333, այսինքն շուրջ 28 տարվա նվազագույն թոշակի չափ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբեր ամսին պարգևավճար է ստացել, ավելին ասեմ, եթե 12 միլիոն դրամը բաժանում ենք նվազագույն աշխատավարձին, որը 75,000 ՀՀ դրամ է, եւ դա անում է 13 տարվա նվազագույն
աշխատավարձ, այսինքն Նիկոլ Փաշինյանը 27-28 տարվա նվազագույն թոշակի չափ պարգևավճար է ստացել միայն 10 դեկտեմբեր ամսին եւ շուրջ 13 տարվա նվազագույն աշխատավարձի չափ պարգևավճար է ստացել։ Նախարարներին անդրադառնամ 7 միլիոն դրամ նախարարները պարգևավճար են ստացել լավ աշխատանքի համար կփորձեմ անդրադառնալ ինչ է նշանակում լավ աշխատանքը Սակայն թվերով 36,000 դրամ 7 միլիոն դրամ հարաբերակցությամբ անում է 194 ամիս այսինքն մեր նախարարները ստացել են միայն դեկտեմբեր ամսին նվազագույն թոշակի չափով այսինքն 196 ամսվա նվազագույն թոշակ, այսինքն 16 տարվա նվազագույն թոշակ են ստացել։ Նվազագույն աշխատավարձի դեպքում 8 տարվա նվազագույն աշխատավարձ են ստացել, այսինքն 8 տարվա 7500 դրամ 75,000 դրամի նվազագույն աշխատավարձ են ստացել։ Իսկ մեր падգամավորները անդիմադիր թե դիմադիր ինձ համար երկուսն էլ մեկ են կրում են օրվա Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող պրոցեսների ողջ պատասխանատվությունը։ Մեր падգամավորները ստացել են 3 միլիոն դրամ պարգևավճար։ Եվ դա անում է շուրջ 3.5 տարվա նվազագույն աշխատավարձի չափով գումար կամ մոտ 7 տարվա նվազագույն կենսաթոշակ, այսինքն 36,000 դրամ, սա թվերը, այսինքն մեր երկրի վարչապետը, փոխնախարարները, ազգային ժողովի նախագահան, վարչության պետերը եւ այլն, 3 միլիարդ եւ ավելի դրամ միայն դեկտեմբեր ամսին իրենց տվել են պարգևավճարներ։ Ես որ անցած տարի ասում էի 25 թվականին, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են իրենց աշխատավարձերը բարձրացնեն, ինձ ընդդիմանում էին, ասում էին ոչ, հետևաբար կհայտարարվեր, իսկ ինչ տեղի ունեցավ հունվար ամսին, այս ընթացիկ ամսում Եվ Ալեն Սիմոնյանը, եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Սրփուի Գայլյանը, եւ առհասարակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ ֆինանսների փոխնախարար առհասարակ խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել։ Ասում եմ մենք ոչ թե պարգևավճար ենք ստացել, այլ դա 12 ամսվա չվճարված չհայտարարված բարձրացված աշխատավարձն ենք ստացել եւ ես իրենց հետ բացարձակ համաձայն եմ այդ մարդիկ իրականում հուժ գաղտնի 3 միլիարդ եւ ավելի պետական բյուջեից գումար է դուրս գրվել պարգևավճարների տեսքով բայց իրականում դա չհայտարարված բարձրացված աշխատավարձ էր այսինքն իրենք մեկ ամսում մեկ անգամ, միանվագ ստացան 12 ամսվա չհայտարարագրված, բայց իրականում բարձրացված աշխատավարձ։ Իդեպ ասեմ, 12 ամսվա ընթացքում պարբերաբար նույնպես պարգևավճարներ են ստացել։ Թե ինչպիսին է իրենց աշխատանքի օգտակարության գործակիցը, որ իրենց նման շռայլություններ են թույլ տվել, հարկատունների հաշվին, իսկ ցավոք սրտի 3 միլիոն ազգաբնակչությունը իրապես հարցադրում չի անում։ Թե ձեզ ով է տվել այդ իրավունքը մեր կողմից ստեղծված հանրային բարիքի արդյունքում գեներացված եկամուտներ տնօրինեք այնպես ինչպես որ ձեր աշխատավարձն է կամ ինչ է նշանակում բարձրաստիճան պաշտոնյան պետք է լավ հագնվի, լավ սնվի իրականում համաձայն եմ այդ կարծիքի հետ այնքանով որքանով որ այո Հայաստանի Հանրապետության բարձրաստիճանները այրերը, պետք է բավականին կոկիկ հագնվեն, որովհետև երկիր են ներկայացնում, բայց այստեղ հարց է առաջանում։ Այս մարդիկ եթե այսպես թե այնպես մոտ ամսական 1 միլիոն դրամ եկամուտ ունեն, իրենք ինչ է ամեն ամիս իրենց համար համապատասխան, Երևանու համար որպես պաշտոնյա հագուստ են գնում։ Կամ ինչ է նշանակում մենք պետք է բարձր վարձատրվենք, իսկ ներողություն բարձր վարձատրվելով դուք արդյոք ձեր աշխատանքի ողջ ժամանակը Ջանք ու եռանջ չեք խնայում Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը մեղմեք։ Եթե երկրի վարչապետն ասում է 10,000 դրամ տամ, ինչպես եք ծախսելու թոշակառուն։ Պարոն Փաշինյան, բա 12 միլիոն դրամ պետական բյուջեից գողացել ես այդ նույնիսկ
600,000 թոշակառուներից, շուրջ 100,000 հաշվանդամներից, շուրջ 80,000 նպաստառումներից, ինչու ես գողացել դու եւ քո կառավարության այրերը, ազգային ժողովի падգամավորները, մարզպետարանները, միայն հարկային մարմինները շուրջ 1 միլիարդի պարգևավճար են ստացել։ Մենք 3 միլիարդ խոսում ենք երևացող մասը, բայց չերևացող մասը, դուք ձեզ ինչի իրավասություն եք ձեզ թույլ տալիս, որ կարողանում եք հարկատուների գումարները գողանակ, դա անբարոյական եւ անթույլատրելի է։ Միայն 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները ըստ պետական բյուջեի կառուցվածքի պետք է լիներ 2 տրիլիոն 837 միլիարդ, իսկ 25 թվականի պետական բյուջեի կատարողականն այսինքն ծախսայինը 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ, իսկ պետական բյուջեի դեֆիցիտը 25 թվականի 604 միլիարդ դրամ էր։ Միայն 2025 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հարկատուների հաշվից 2 միլիարդ 400 միլիոն դոլարի պետական կառավարության արտաքին եւ ներքին պարտքերի վարկային մայր գումարի եւ տոկոսադրույքների սպասարկմանն է գնացել։ Միայն 800 միլիոն դոլար պետական պարտքի տոկոսներն են եղել եւ 604 միլիարդ դրամ պետական բյուջեի դեֆիցիտով 25 թվականին դուք ձեզ թույլ եք տվել նման շռայլ պարգևավճարներ եւ անունը դրեցիք, որ դա չհայտարարված բարձր աշխատավարձ է։ Միայն 25 թվականի յուրաքանչյուր աստծո ըստ պետական բյուջեի դեֆիցիտի Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտք է վերցրել 1 միլիարդ 165 միլիոն դրամ։ Այսինքն դուք միայն դեկտեմբեր ամսին շուրջ 3 միլիարդ դրամ, այսինքն Հայաստանի Հանրապետության 2 օրվա պետական պարտքի ավելացման չափ ձեզի պարգևավճար եք տվել, ձեզ ով է այդ իրավասությունը տվել։ Իհարկե Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ինչու՞, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծ մասը ֆինանսական գրագիտություն չունեն, 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քաղաքաիրավական գիտակցություն չունի։ 2. Երրորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր իրավունքները առավել եւս պարտականությունները չգիտի։ Հետևաբար դուք այդ ամենը քաջատեղյակ լինելով վարվում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ անկախ տարիքից, շերտից, սոցիալական կարգավիճակից, այնպես ինչպես որ դուք ցանկանում եք, եւ դա այն բացն է, որ անդիմադիր քաղաքական գործիչները չեն կարողանում լրացնել, այսինքն քաղաքացիների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ տանեն, քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնեն, քաղաքացիների քաղաքաիրավական գիտակցությունը բարձրացնեն, քաղաքացիների հետ աշխատանք տանեն, որ պետական բյուջեն, դա օրվա իշխանությունների բյուջեն չի, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բյուջեն է, հետևաբար յուրաքանչյուր 10 դրամի ծախսումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից նրանք պետք է հաշվետու լինեն, այլ ոչ թե լկտիաբար ասեն, գիտեք ինչ կա, դա չհայտարարված աշխատավարձ էր, Սրբի Գայլյանն ասում է ներողություն, ես քրտնաջան աշխատել եմ, Տիկին Գայլյան, եթե դուք քրտնաջան աշխատել եք, դուք գոնե տեղյակ եք ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում։ Ամուսինները տարիներով չեն կարողանում ամուսնալուծվել, որովհետև դատավորը ժամանակ չի գտնում նրանց օրենքով ամուսնալուծի։ Դուք հասկանում եք, քաղաքացին մտնում է վարչական, ասենք, քրեիրավական հարաբերություններով դատարան, տարիներով սպասում է, որ դատական վճիռ կայացվի, նույն ժառանգության հետ կապված։ Կամ առողջապահության նախարար այն օրենքը, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել, պարտադիր համապարփակ ապահովագրությունը Հայաստանի Հանրապետությունում, դու գոնե տեղյակ եք ինչ է կատարվում բուժ հաստատություններում, ինչ է կատարվում պոլիկլինիկաներում, եւ առհասարակ այդ օրենքը, որ ուժի մեջ է հունվարի 1-ից մտել, դու գոնե պատկերացում ունեք այդ օրենքի բոլոր թերությունները, իհարկե գիտեք այդ օրենքի թերությունները, եւ դուք իրավունք եք ձեզ վերապահում 7 միլիոն դրամ պարգևավճար ստանալու, 3 տարի աշխատելով մի օրենքի վրա, որը իրականում արդյունավետ չի լինելու։ Արդեն 10 շուրջ 5 օր է, շուրջ 20 օր է այդ օրենքը ուժի մեջ է, բայց Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը արդեն չի կարողանում այդ օրենքի արդյունավետությունը կիրառել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա։ Դուք 7 տարի ժամանակ ունեք Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը բարեփոխելու, բարեկարգելու, հետ կապված։
Բայց ինչ է կարել, ոչինչ, դեռ ավելին խորացել է, քան նախորդ իշխանությունների ժամանակ այդ հիմնախնդիրները, որ կար առողջապահության ոլորտում։ Անդրադառնամ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը։ Պարոն Արսեն Թորոսյան, դուք որ այդքան բարձր պարգևավճար կամ աշխատավարձ եք ստանում, գործուղումներից եկամուտներ եք ստանում։ Այն օրենքը, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում, կենսաթոշակառուների հետ վերադարձյունք օրենք, 20% անկախի գնումների դեպքում։ Նա սկսենք այդ օրենքի թերի լինելուց, եւս մեկ անգամ ասում եմ, այդ 20%-ը մանիպուլյացիա է, սիրելի քաղաքացիներ, հարգելի կենսաթոշակառուներ, 20% մատնանշում են, բայց ասում են 50,000-ից ոչ ավելի վրա է կիրառվում։ Հետևաբար ես միշտ այդ օրինակը բերում եմ, որ պարզ լինի։ Ենթադրենք թոշակառուն 80,000 դրամ թոշակ է ստանում։ Հա? Եւ 20%-ը եւ վերջի 10 դրամը կենսաթոշակառուն ծախսեր կատարելով, գնումներ կատարելով անկախիկ, պետք է 16,000 դրամ ետ վերադարձ լինի, բայց առավելագույնը 10,000 է, բայց իրականում, երբ որ թոշակառուների հետ շփվում ես, տեսնում ես, որ միջինը 4,000 դրամ, 3,500 դրամ է, հետևաբար այդ 20%-ը մանիպուլյացիա է, սա մեկ, օրենքի թիվ 1 բացը, որովհետև մաթեմատիկան դա ճշգրիտ գիտություն է, եթե մի օրենք գործադիր իշխանությունում եւ օրենսդիր իշխանությունում անցնում է 20% տոկոսադրույք մատնանշելով, բայց իրականում մենք ունենք թոշակառուներ, որ 36,000, 50,000 դրամից ավել թոշակ են ստանում։ Եվ այդ մարդիկ չեն կարող 20% պարզապես ետ վերադարձ ստանան, որովհետև սահմանափակում կա 50,000 դրամից ոչ ավել է եւ առավելագույն ետ վերադարձը 10,000 դրամ է։ Դա արդեն օրենքի խաբկանքն է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր թոշակառուներն են կարողանում օգտվել այդ օրենքից։ Ելնելով օբյեկտիվ պատճառներից, առաջին, միայն այն, որ օրենքը ետ վերադարձի ուժ չունի, կոմունալ վճարումները, իսկ դա թոշակի շուրջ 20-ից 30%-ն է։ Մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները եւ հաշվանդամություն ունեցողները մոտ 15-ից 20-30%-ը կանխիկ գնումներ են անելում, ելնելով ըստ իրավիճակից եւ այն 20-ից 30-40%-ը, որը մնում է, անկանխիկ գնումների դեպքում 2-3 հազար դրամ, 4 հազար դրամ լավագույն դեպքում ետ վերադարձել եւ ոչ 650-700 հազար կենսաթոշակառուների, նպաստառուների եւ հաշվանդամների, այլ միայն դրա կեսն են կարողանում այդ օրենքից օգտվել զուտային պարզ պատճառով, որ Երևան քաղաքում հնարավոր է որոշակիորեն անկանխիկ գնումներ անել, բա մարզաբնակ մարզերում ապրող մեր թոշակառուները, մեր նպաստառումները, մեր հաշվանդամները, բակային խանութներից ինչպես օգտվեն։ Իդեպ ասեմ, արդեն շուրջ 2 օր է, որ բակային խանութները բացառապես հրաժարվում են անկանխիկ գնումներ անելուց, որովհետև ասում են մենք արդեն չենք կարողանում այն հարկային տերորը, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում բյուջեն լցնելու հետ կապված։ Եվ այս օրենքը, որը չարիք է դարձել եւ իրականում խաբկանք է եւ կենսաթոշակառուների համար, եւ փոքր ու միջին բիզնեսի համար, մարդիկ արդեն իսկ բաց չխուսափելով տուգանվելուց փոքր եւ փոքր տնտեսվարող սուբյեկտները բակային խանութների մասին է հիմնականը խոսքը գնում, մթերային խանութների եւ բանջարեղենի կրպակների մասին է խոսքը գնում։ Նրանք պարզապես հրաժարվում են անկանխիկ գնումներ իրականացնել, որովհետեւ հարկային տերորի արդյունքում այդ մարդիկ պարզապես իրենց բիզնեսը չեն կարող փակել։ Դուք շատ լավ գիտակցում եք այս օրենքի այն խութերը, հարգելի կառավարություն, դուք մի գնդակով ուզեցաք 2-3 թիրախ խփել եւ դիտեպ ասեմ ձեզ մոտ դա շատ լավ հաջողվեց։ Առաջին կենսաթոշակառուներին ուղղորդեցիք խոշոր առևտրի կետեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունում լինելով ժողովրդագրական այն պատկերը, դեմոգրաֆիկային պատկերը, որ Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվաքանակը գնալով նվազում է, եկամտաբերությունը նվազում է, գնողունակությունը նվազում է, ձեր 7 տարվա կառավարման արդյունքն է սա իհարկե, եւ դուք մի օրենք որոշեցիք, որ խաբկանք այդ 20% կամ լավագույն դեպքում 3-4 հազար դրամ ետ վերադարձի արդյունքում մեր 600-700 հազար քաղաքացիներին ուղղորդեցիք խոշոր առևտրի կետեր, որպեսզի այդ խոշոր առևտրի կետերը կարողանան իրենց եկամտաբերությունը ապահովեն եւ եկեք չմոռանանք, որ խոշոր տնտեսվարող սուբյեկտները բավականին սերտ հարաբերություններ ունեն գործող իշխանության հետ։
Այդ խնդիրը դուք ձեր առջև դրեցիք եւ իրականացրեցիք։ Երկրորդը, այդ 20% ետվերադարձի օրենքով դուք հարվածեցիք գերփոքր եւ փոքր բիզնեսին։ Այդ բնակչության մի մասը, եթե գնումներ էր կատարում կրպակներից, բակային խանութներից, պարզապես փողոցում գնումներ կատարելիս, դուք աստիճանաբար այդ գերփոքր եւ փոքր բիզնեսը սպանում եք այդ ետվերադարձի օրենքով եւ սպանում եք հարկային տերորով, պրոգրեսիվ հարկային քաղաքականության արդյունքում։ Եվ երրորդը, այդ ետվերադարձի օրենքով 20% դուք պարզապես անտոկոս բավականին լուրջ գումարներ եք գեներացնում բանկային համակարգում եւ մեր բանկային համակարգը կարողանում է այդ անտոկոս գումարով լրացուցիչ վարկեր տրամադրել։ Եկեք ավելի անկեղծ լինենք։ Դա որն է, ավելի պարզ բացատրեմ։ Բանկերը ավանդներ են ներգրավում, որի դիմաց պարտավորվում են տոկոսներ վճարել։ Դա նորմալ է։ Բանկերը վարկեր են ներգրավում, որի դիմաց պարտավորվում են տոկոսներ վճարել։ Դա նորմալ է։ Բայց Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը, որ տեսնում ենք, առանց փոքրիկ տնտեսություն ունենք։ Եվ այն ետվերադարձը, վարկառումների, որ օրեցօր խնդիր է դառնում բանկերի համար, որովհետև գնողունակությունը նվազում է, ապրանքի գները բարձրանում են, սպասարկվող ծառայությունների գները բարձրանում եւ այն եկամուտը, որը քաղաքացին ունի, չի կարողանում իր կենսական նշանակության ծախսերը հոգալ եւ դրա հետ զուգահեռ այդ վարկային պարտավորությունները իրականացնել, հետեւաբար սև ցուցակ է ընկնում եւ բանկերը չեն կարողանում հերթական գումար վաճառել, այսինքն վարկ վաճառել։ Եվ բանկերը իրենց կողմից ստանձնած այդ ավանդային պարտավորությունները, վարկային պարտավորությունները, նրանք մի մեխանիզմ են մոգոնել, որ այն թոշակառուները, որը շուրջ 600,000-ից ավելին է, կառավարության հետ համաձայնեցնելով այդ մի քանի հազար դրամ ետվերադարձի, որը ոչ բոլոր թոշակառուներին է հասանելի օբյեկտիվ պատճառներով, այն միլիարդավոր դոլարները, որը հարկատուների հաշվին պետական բյուջե է գնում, ուղղորդվում է բանկային համակարգ եւ բանկային համակարգը ուղղորդում է կենսաթոշակառուներին, նպաստառուներին եւ հաշվանդամություն ունեցողին եւ եկեք ռեալ մտածենք, որ թոշակառուն պայմանական ստանալով 30,000 դրամ թոշակ կամ 56,000 թոշակ կամ 220,000 դրամ թոշակ կամ 36,000 նվազագույն թոշակ, նա մեկ օրում չի կարող 36,000 դրամի գնում անի։ Հետեւաբար այդ հարյուրավոր միլիարդավոր դրամները մնում են բանկային համակարգում ըստ ժամանակագրացույցի եւ բանկերը անտոկոս ֆինանսական ռեսուրսների հասանելիություն են ունենում եւ այն վերավաճառում են վարկային տոկոսադրույքներով Հայաստանի Հանրապետության թե տնտեսվարող սուբյեկտներին, թե հասարակ քաղաքացիներին։ Դա նորմալ է, բայց միաժամանակ նորմալ չի, որտեվ այդ օրենքի 3 գործոնները ես փորձեցի պարզ բացատրել, մենք դրանով սպանում ենք գերփոքր եւ փոքր բիզնեսին։ Եվս մեկ պարզ հաշվարկ բերեմ, ես սիրում եմ թվերով խոսել, տնտեսագետ եմ։ Վառ օրինակ եմ բերում, ռեալ թվերով կարող եք հաղորդումից հետո իջնել ձեր բակի խանութներում տեսնել։ City-ում 225 դրամ է 1 կիլոգրամ կարտոֆիլը։ Անմիջապես կողքի բանջարեղենի խանութում 200 դրամ է, ես այսօր եմ այդ նույն գինը նորից ֆիքս է, 200 դրամ է։ Թոշակառուն կարտոֆիլը 1 կիլոգրամը գնելով City-ից 250 դրամ է, 225 դրամով, կասայում վճարելով, ետ վերադարձի օրենքը 20% գումարած 2%-ը, վերցնենք 22%-ը, այդ 1 կիլոգրամ կարտոֆիլի համար նա վճարում է 225 դրամ, բայց ետ վերադարձի օրենքով թոշակառուի վրա այդ 1 կիլոգրամ կարտոֆիլը նստում է 175 դրամ։ Բակային խանութում 200 դրամ է։ Այո, 25 դրամ էժան գնեց նա կարտոֆիլը, չեմ վիճում, սակայն եթե վերցնում ենք շրջանառության մասշտաբի էֆեկտով, խոշոր առևտրի կետերը կարող են իրենց թույլ տալ մեծ ծավալի գնումներ կատարել նույն բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապված, կարող են շոտ ֆակտուրայով կամ շոտ ֆակտուրայով կարող են գործարքը կատարել, իսկ փոքր բանջարեղենի խանութները, կրպակները
Չեն կարող մի քանի պար կարտոֆիլ բերելով առավոտյան, որ կարողանան օրվա ընթացքում վաճառք իրականացնեն, եւ հարկային նստուգողները մտնում են տուգանում են, որտեղ այդ մարդը չի կարող այդ թուղթը ցույց տալ։ Առավել եւս 200 դրամով նա չի կարողանում իր կարտոֆիլը վաճառել։ Թվացյալ այո, խոշոր սուպերմարկետի բանջարեղենի բաժնում 225 դրամ է կարտոֆիլը։ Իսկ կողքի բանջարեղենի խանութում 200 դրամ է, գնային մրցակցություն ունի։ Այո, 200 դրամ է։ Թոշակառուն եթե մինչ հունվարի 1-ը այդ 200 դրամով էր կարտոֆիլը ձեռք բերում եւ որոշ անհրաժեշտ ապրանքներ կողքի սուպերմարկետում, այժմ այդ կարտոֆիլն էլ է ձեռք բերում սուպերմարկետում։ Ես մեկ ապրանքի օրինակը բերեցի եւ բանջարեղենի խանութները, փոքր կրպակները եւ տարաբնույթ ծառայություններ իրականացնող գերփոքր եւ փոքր ֆիրմաները, բիզնեսմենները սնանկացման եզրին են կանգնում։ Եվ եկեք չմոռանանք, որ այդ մարդիկ նվազագույնը 1, 2, 3 աշխատող ունեն։ Եկեք չմոռանանք, որ այդ մարդիկ ինքնաբավությամբ զբաղվելով իրենց ընտանիքն են պահում։ Այսինքն այս օրենքի 3 կողմերը պարզ բացատրելով, սիրելի քաղաքացիներ, մենք հարստացնում ենք բանկիրներին, նրանց լրացուցիչ անտոկոս ֆինանսական ահռելի ռեսուրսներ ենք տրամադրում հարկատուների հաշվին, սնանկացնում ենք փոքր ու գերփոքր բիզնեսը եւ հարստացնում ենք խոշոր առևտրի կետերին եւ փշրանքները մեր կենսաթոշակառուներին հասանել է դառնում։ Միայն 2026 թվականի պետական բյուջեի կատարողականով Հայաստանի Հանրապետության 26 թվականի պետական բյուջեն եկամուտը ակնկալվող հարկերի հավաքագրումը 3 տրիլիոն 92 միլիարդ դրամ է։ Իսկ կատարողականը ծախսայինը պետք է լինի 3 տրիլիոն 637 միլիարդ։ Իսկ պետական բյուջեի դեֆիցիտը 537 միլիարդ է։ Միայն այս տարի 537 միլիարդ դրամի պետական կառավարության արտաքին եւ ներքին պարտքը պետք է բարձրացնենք, որ պետական բյուջեն ֆունկցիոնալ 12 ամիս իր կատարողականը իրականացնի։ Եսի նկատի չունեմ աշխատավարձերի բարձրացմանը բարձրաստիճան պաշտոնյաների կամ քողարկված պարգևավճարները այս աղքատ երկրում։ Եսի նկատի ունեմ պետական բյուջեի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա, որովհետև պետական բյուջեն դա բոլորիս համընդհանուր ֆինանսական գանձարանն է, որտեղ ինչպես մենք ունենք յուրաքանչյուրս մեր ընտանեկան բյուջեն, տնտեսվարող սուբյեկտներն ունեն իրենց բիզնեսի բյուջեն, այնպես էլ պետությունը, կառավարությունը չէ, պետությունը ունի իր պետական բյուջեն, որի կառավարման իրավունքը հանձնված է ֆինանսների նախարարությանը։ Եվ պետական բյուջեի միայն այս տարվա, գործող տարվա 26 թվի պետական բյուջեի դեֆիցիտը պակասուրտը, 537 միլիարդ դրամ է, որը նույնպես բաժանելով տարվա 365 օրվան, այսօր յուրաքանչյուր օր, հենց այս օրը, հենց այս պահի ընթացիկ օրը, մեր կառավարության պարտքը ավելացավ 1 միլիարդ 472 միլիոն դրամով, որը բացասական է անդրադառնալու ապրանքների գների վրա, ներմուծվող ապրանքի գների վրա, մատուցվող ծառայությունների գների վրա, եւ դա չի կարող բացասական չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես սոցիալապես խոցելի շերտերի, կենսաթոշակառուների, թոշակառուների, հաշվանդամություն ունեցողների, նպաստառուների, ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների եւ առհասարակ հասարակության շուրջ 80%-ի գնողունակության կենսամակարդակի վրա։ Եվ հետեւաբար կառավարությունը հարկային վարչարարությունը պետք է խստացնի պրոգրեսիվ հարկագանձման քաղաքականության ապարատը, պետք է, այսպես ասած, խոդ տա, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, որը բացասական է անդրադառնալու հատկապես փոքր ու միջին բիզնեսի վրա, որը Հայաստանի Հանրապետության շուրջ 100-120 հազար տնտեսվարող սուբյեկտների մասին է խոսքը գնում։
Դուք հասկանում եք, մենք խթանում ենք արտագաղթին։ Եթե քաղաքացին անգամ իր սեփական նախաձեռնությամբ գերփոքր եւ փոքր բիզնես է նախաձեռնել եւ չի կարողանալու իր բիզնեսը պահել, նա ստիպված կամ արտագաղթելու է, կամ էլ համալրելու է հարաբերականորեն միջին աշխատավարձ ստացող միջին վիճակագրական ՀՀ աշխատող քաղաքացու բանակը։ Մենք այդպիսի տնտեսություն ենք պատկերացնում։ Հա, մենք այսպիսի քաղաքականություն ենք ուզում տեսնել մեր երկրում։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին եւ ներքին պարտքը ավելացել է շուրջ 8 միլիարդ եւ ավելի դոլարով։ Ինչու՞, որովհետեւ 18 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին եւ ներքին պարտքը 3 նախագահների կառավարության տարիները միասին վերցված շուրջ 6 միլիարդ դոլար էր։ Այսօր արդեն հասնում է շուրջ 15 միլիարդ դոլարի։ Եվ այս տարվա կառավարության կողմից, որը պետք է վերցնի այդ 537 միլիարդը, եթե անգամից վերածենք դոլարի, անում շուրջ 1.5 միլիարդ դոլար այս տարվա այս պահի փոխարժեքի կորսով դոլար դրամ հարաբերակցությամբ, շուրջ 1.5 միլիարդ մի փոքր ավելին միայն այս տարի է մեր պետական կառավարության արտաքին եւ ներքին պարտքը ավելանալ։ Այսինքն մենք 26 թիվը լավագույն ասենք ցուցանիշներով այն ակնկալվող եկամուտը, որը պետք է հավաքագրենք տնտեսությունից, եւ այն նախատեսված թիրախային ծախսերը, որը մենք պետք է իրականացնենք, այդ 3 տրիլիոն 637 միլիարդ դոլարը դրամը ներողություն։ Միայն այդ բյուջեի դեֆիցիտի համալրումը եւ կատարողականով արդեն իսկ 2026 թվականի պետական բյուջեի կամ կառավարության պարտքը գերազանցելու է 16 միլիարդ դոլարը։ Հիմա հարց. այս 8 տարվա մեջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչ մեգա պրոյեկտներ, ծրագրեր է իրականացել, որ արդարացնենք այդ 8-9 միլիարդ դոլար պետական կառավարության պարտքի ավելացումը։ Ես պոպուլիստական խոսքերով չեմ ուզում առաջնորդվեմ։ Ես ոչ քաղաքական ուժ եմ ներկայացնում, ոչ ՀԿ եմ ներկայացնում, ես ներկայացնում եմ ինձ, իմ անձը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եվ այս 8-9 միլիարդ դոլար այսօրվա կառավարությունը որտեղ է ծախսել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները յուրաքանչյուր տարի ավելի վատ է ապրում, արտագաղթը մնացել է անփոփոխ, դեռ ավելանում են տարեստարի։ Ծնելիությունը տարեստարի նվազում է։ Մահացությունների թիվը ավելանում են։ Հանցագործությունների թիվը ավելանում է։ Խաղամոլությունը, թմրամոլությունը, հանցագործությունները, կողոպուտները ավելացել են։ Կարող եմ բազմաթիվ այսպես նկարագրեմ կամ ներկայացնեմ։ Հետևաբար, եթե մենք բացի այն, որ տնտեսությունից հավաքագրում ենք եւ նաեւ ներարկել ենք տնտեսության մեջ այդ լրացուցիչ 8-9 միլիարդ դոլար պարտքը, որի միայն տոկոսներ այս տարվա պարտքի սպասարկման 1 միլիարդ դոլարը արդեն գերազանցելու անցած տարվա 800 միլիոն դոլարի փոխարեն։ Հարց. ուր են այն բարեփոխումները, այս խայտառակ 20% ետ վերադարձի մասին է խոսքը գնում, թե նոր ուժի մեջ մտած եւ դեռ 12 ամիս մեր առջևում տեսնելու ենք որքանով է արդյունավետ լինելու այդ պարտադիր համընդհանուր ապահովագրության մասին է խոսքը գնում, այդ երկուսն են բարեփոխումները, որը իրականում չարափոխումներ են։ Ես մանրամասը կանդրադառնամ, ինձ թվում է առիթ կլինի պարտադիր համընդհանուր ապահովագրության մասին, ունենալով այն առողջապահության համակարգը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի։ Տիկին առողջապահության նախարար, ես Եվրոպայից ձեզ բարևներ եմ բերել։ Եթե դուք 7 տարի կարողանայիք իրապես բարեփոխումներ անեիք առողջապահության ոլորտում, Հայաստանի Հանրապետության այն էլ ապահովված ընտանիքի քաղաքացիները իրենց անչափահաս երեխաներով Հայաստանի Հանրապետությունը չէին լքի, որ իրենց տան անդամը չմահանա Հայաստանի Հանրապետությունում
հարաբերական բարձր որակի առողջապահության եւ մատչելի հասանելիության համար։ Դուք հասկանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մի մասը լքում են Հայաստանի Հանրապետությունը, Եվրոպա, հիմնականը Ֆրանսիա եւ Գերմանիա, որպեսզի ստանան որակյալ առողջապահություն, մատչելի առողջապահություն եւ որակյալ դեղորայք, որ իրենց տան անդամը չմահանա, որ գոնե մոտակա մի 10-15 տարին կարողանա ապրի։ Մենք 7-8 տարվա մեջ այսպիսի առողջապահության համակարգի բարեփոխում արեցինք։ Եվ 3 տարի աշխատեցիք մի օրենքի վրա, որը ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես եւ հայտարարել է կենսաթոշակառուների այդ 20% ետ վերադարձի օրենքի հետ կապված, չի աշխատելու, որովհետեւ դա հասարակության բոլոր շերտերին չի վերաբերվում։